Կողմից բարձրացված հարցերից առաջինում պայմանավորված մեղադրանքի որոշման մեջ հաստական կողմի փոփոխությանը պետք է հակադարձել Պարոն եւ մյուս պաշտոնների պատասխանատուներին, որ մեղադրանքը փոփոխելիս տիրապետել նաեւ հաստական կողմի ձևակերպումների փոփոխություններ, բացառապես փոփոխությունները կատարվել են դիսպոզիտիվ առումով, այսինքն պրոյեկցիա է կատարվել եւ արդեն իսկ արկա-փաստական հանգամանքները, որոնք նկարագրված են ներկայացված մեղադրանքի որոշումներում, պրոյեկտվել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունած քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի դիսպոզիտիվ ձևակերպումների տեսանկյունից։ Այսինքն ձևակերպումների փոփոխությունը ընդհանրապես պայմանավորված է դիսպոզիտիվ ձևակերպումները ներառելու եւ օգտագործելու տրամաբանությամբ։ Որպես այդպիսին որևէ փաստի փոփոխություն մեղադրանքի որոշման մեջ չի կատարվել։ Անդրադառնալով անձեռնխելիության հաղթահարման վերաբերյալ պաշտպանական կողմի փաստարկներին քիչ ավելի ծավալուն պետք է լինեն։ Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի համաձայն մեղադրյալի այն անձը, որի նկատմամբ կառուցվել է քրեական հետապնդում եւ որի նկատմամբ միաժամանակ արկա չէ օրինական ուժի մեջ մտած քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կամ մեղադրական կամ արդարացման դատավճիռ։ 18-րդ կետի համաձայն դատախազը պետական պաշտոնական անձ է, որը քրեական վարույթի ընթացքում պետության անունից իրականացնում է դատախազության Հայաստանի Հանրապետության սահմանադրության նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերականգնված լիազորությունները։ Նախորդ կետի կապակցությամբ խնդրում եմ արձանագրենք, որ սույն գործով մեղադրյալներից որևէ մեկի նկատմամբ չկա քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած կամ նրանց արդարացնելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական 28-րդ կետի համաձայն նույն հոդվածի հանրային մեղադրումը հանրային մեղադրանքի կարգով իրականացնող վարույթում առաջին արձանի դատարանում պետության անունից մեղադրանքը պաշտպանող դատախազը։ 21-րդ կետի համաձայն քրեական հետապնդման հարուցումը դատախազի կողմից անձին ենթադրյալ հանցավոր արարքը նկարագրող եւ դրա իրավական գնահատականը պարունակող որոշում կայացնելն կամ ենթադրյալ ուժովի կողմից դատարան քրեական հայց ներկայացնելը։ Քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի երկրորդ մասի 5-րդ կետի համաձայն դատախազը պարտավոր է սույն օրենսգրքում նախատեսված դեպքերում եւ կարգով փոփոխելու կամ դրացնելու մեղադրանքը կազմելով նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշում։ Քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի առաջին մասի համաձայն անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվում է հսկող դատախազի որոշմամբ նրա կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա։ Վերը մեջ բերված նորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ հանրային քրեական հետապնդման հարուցումը իրենից ենթադրում է դատավարական ակտի կայացում բացառապես հսկող դատախազի կողմից։ Մինչդեռ դատախազը հսկող դատախազի կարգավիճակով կոչված է բացառապես նախաքննության փուլում։ Այսինքն քրեական հետապնդման հարուցում ինստիտուտը ինքնին վերապահված է բացառապես նախաքննության փուլում եւ դատաքննության փուլում քրեական հետապնդման հարուցում որպես այդպեսին չի կարող լինել, որովհետեւ այս պարագայում վարույթ իրականացնող մարմինը դատարանն է, դատախազը այստեղ հանդես է գալիս որպես հանրային մեղադրող եւ ոչ որպես հսկող դատախազ։ Քրեական դատավարության օրենսգրքի կառուցակարգերից հետևում է, որ քրեական հետապնդման հարուցում կարող է իրականացվել բացառապես նախաքննության փուլում։ Հետևաբար դատաքննության փուլում հանրային մեղադրողի կամ որևէ այլ սուբյեկտի կողմից հանրային քրեական հետապնդման հարուցման մասին խոսք լինել չի կարող։ Տվյալ պարագայում Արմեն Գևորգյանի, Սերյան Օհանյանի, Ռոբերտ Քոչյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է դեռևս նախաքննության փուլում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներին համապատասխան։ 2019 թվականի ապրիլի 29-ին քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին արձանի ընդհանուր իրավասության դատարան։ Առաջին արձանի դատարանի նախագահող դատավոր Աննա Դանիլեկյան 2021 թվականի ապրիլի 6-ի որոշման համաձայն Ռոբերտ Քոչյանի, Սերյան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի նկատմամբ եւ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 301 հոդվածի առաջին մասով եւ Արմեն Գևորգյանի նկատմամբ 38-301 հոդվածի առաջին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով եւ այդ մասով քրեական գործի վարույթը կարճվել է։
2024 թվականի սեպտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է թիվ Ե02530119 քրեական գործով Երևան քաղաքին Ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 6-ի որոշումը եւ այն ամփոփող թողնելու մասին վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը եւ գործ ուղարկել է հակակոռուպցիոն դատարան նոր քննություն, այսինքն թիվ Ե02530119 քրեական գործով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի ապրիլի 6-ի որոշումը իր պատմության մեջ որևէ վարքյան օրինական ուժի մեջ մտած չի եղել եւ այդ ինչով պայմանավորված մեղադրյալների դատավարական կարգավիճակը երբևէ դադարեցված չի եղել։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդումը երբևէ դադարեցված չի եղել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։ Տվյալ պարագայում կայացված որոշումները չեն կարող նույնականացվել հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշման հետ։ Քանի որ կայացվել է ոչ թե հանրային քրեական հետապնդում հարուցելու, այլ մեղադրյալներին վերագրվող արարքների իրավական գնահատական փոխելու մասին որոշում։ Այլ խոսքով, մեղադրյալներ Սերյան Օհանյանին եւ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված չէ առ այսօր։ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՎ1619 որոշումը պաշտպանական կողմը չեմ հասկանում ինչ պատճառով վկայակոչվում է մասնակիորեն։ Բայց այն կարևոր հատվածը, որը վերաբերում է հենց այս իրավիճակին, որի մենք առերեսում ենք այսօր, ցավոք սրտի չի վկայակոչվում։ Մասնավորապես սահմանադրական դատարանը արձանագրել է հետևյալը. Վերաբերյալ նույնիսկ ներքո սահմանադրական դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ բացակայում է հստակ եւ ուղիղ կապը պատգամավորի խորհրդարանական գործունեության եւ հարուցված քրեական հետապնդման միջեւ, ապա պատգամավորն անձեռնմխելիությամբ չպետք է պաշտպանված լինի քրեական հետապնդման շարունակումից։ Հակառակ դեպքում խեղվի անձեռնմխելիության հանրային իրավական նշանակությունը եւ այն կվերածվի կոնկրետ անձի արտոնության կամ առավելության։ Այս կապակցությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ քրեական հետապնդման հարուցման եւ հետագայում այդ անձի կողմից պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու միջև տնկա ժամանակային խզում ինքնին վկայում է անձի նկատմամբ հարուցված արտագծերում իրականացվող քրեական հետապնդման եւ պատգամավորի խորհրդարանական գործունեության կապի բացակայության մասին եւ նման պայմաններում ելնելով պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտն անձնական արտոնություն չվերացնելու եւ այն կանոնակարգով նորմերը խիստ նեղ մեկնաբանելու մոտեցումից քրեական հետապնդում հարուցելուց հետո անձի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման շարունակության համար անհրաժեշտ չէ ազգային ժողովի համաձայնությունը։ Նման պարագայում քրեական հետապնդման շարունակությունը պետք է իրականացվի ընդհանուր կարգով։ Հանուն արդարության պետք է նշել, որ նույն որոշմամբ եւ սահմանադրական դատարանը բոլորովին այդ մոտեցում է ցուցաբերել քրեական հետապնդման հարուցումից հետո անձի ազատությունը սահմանափակելու, այսինքն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու տեսանկյունից, գտնելով, որ այդ պարագայում անձնավ դրանից թե եթե հարուցված է քրեական հետապնդումը, եւ քրեական վարույթը, եթե պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած անձի նկատմամբ արկա է քրեական հետապնդում անազատության հետ կապ ունեցող խափանքին չուս կիրառելու կամ դրանք ժամկետի երկարացնելու հարց, ապա միանշանակ պետք է հաղթահարվեն անձեռնմխելիության երաշխիքները։ Մյուս կողմից սահմանադրական դատարանն արձանագրում է, որ եթե անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու եւ նրա պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու միջև ժամանակային խզում ինքնին վկայում իրականացվող հետապնդման եւ պատգամավորի խորհրդարանական գործունեության կապի բացակայության մասին, դրանից ամենևին նույն կերպ չի կարող բխեցվել, այն որ ժամանակային այդ խզման ինքնաբերաբար ապահովում է նաև ազգային ժողովի որպես օրենսդիր իշխանության մարմնի անկախությունը եւ դրա անխափան բնականոն գործունեությունը։ Քանի որ նույնիսկ նման իրավիճակներում չի բացառվում, որ տեղ գտնի անձի իրավունքների այնպիսի սահմանափակում, օրինակ անձը կանոնավորվի, որով փաստացի բացառվի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած անձի խորհրդարանական գործունեության հնարավորությունը ընդհանրապես որպես հետևակ հանգեցնելով ազգային ժողովի աշխատանքի խաթարմանը, վտանգելով ազգային ժողովի անկախությունն ընդհանրապես։ Վերօրյալի հաշվառմամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադրության 96-րդ հոդվածի երկրորդ մասի կարգավորումների շրջանակում սահմանադիրը տարբերակել է պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանություն քրեական հետապնդման հարուցումից եւ պաշտպանություն ազատության զրկումից, այն հնարավոր համարելով միայն ազգային ժողովի համաձայնությամբ։ Բացառությամբ սահմանադրության նույն հոդվածի երկրորդ մասի երկրորդ նախադասության նախատեսված որոշակի դեպքերում։ Միաժամանակ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հարցը տրամագծորեն հակառակ լուծում պետք է ստանա քննարկվող դեպքում, այն պարագայում, երբ նույնիսկ անձի պատգամավորի կարգավիճակ ձեռք է բերել իրավապետական հետապնդման հարուցումից հետո, ինչը քիչ առաջ անդրադարձեցի, որ վերաբերում է անազատությանը կապված խափանման միջոցի կիրառմանը։
Քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն դատարանը սահմանափակված է մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքներով, սակայն կարգավորված չէ մեղադրյալին վերագրվող արարքին տրված իրավական գնահատականը։ Օրենքի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ կողմերի դիրքորոշումները դատարանի համար պարտադիր չեն։ Քրեական դատավարության օրենսգրքի 276-րդ հոդվածը սահմանում է առաջին ատյանի դատարանում վարույթ իրականացնել միայն մեղադրյալի նկատմամբ եւ միայն նրա ներկայացված մեղադրանքով։ Շատ կարևոր է ընդգծել այս հոդվածի 4-րդ մասը, որը դատարանին վերապահում է իրավասություն, հաստատված կամ ներկայացված համարելու միայն մեղադրյալի ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքները։ Վերդիկտ կայացնելիս դատարանը դուրս չգալով մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքների շրջանակից կարող է փոխել մեղադրյալին վերագրվող արարքին տրված իրավական գնահատականը, եթե տարբերվող իրավական գնահատականի հարցի պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում քննարկել է կողմերի հետ։ Այսինքն օրենսդիրը դատարանին թույլ է տալիս եւ վերապահել լիազորություն որոշակի հանգամանքների առկայության պայմաններում կայացնել մեղադրյալին մեղսագրված արարքի իրավական գնահատականը փոխելու մասին որոշում եւ փոխել իրավական գնահատականը։ Եթե մենք տրամաբանորեն ընդունելի համարենք պաշտպանների բարձրացրած այն թեզը, առաջ քաշած այն թեզը, որ մեղադրանքի իրավական վերագրվող արարքի իրավական գնահատականի փոփոխումը նույնանում է քրեական հետապնդման հարուցման հետ, ապա ստացվում է, որ դատարանի կողմից մեղադրական վերդիկտ կայացնելիս արարքի իրավական գնահատականի փոփոխումը ևս քրեական հետապնդման հարուցում է եւ դրա համար դատարանը պարտավոր է հաղթահարել մեղադրյալի անձեռնխելիությունը, հետևաբար նման կառուցակարգեր չկան, հետևաբար 276-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ մասը պարզապես անկիրառելի է, հնարավոր չէ, որովհետև ամեն դեպքում դա քրեական հետապնդման հարուցում է։ Բնավ ոչ, քրեական հետապնդման հարուցում չէ, դա քրեական հետապնդման հարուցման հետ որևէ ավերջ չունի, ինչպես արդեն նշեցի, քրեական հետապնդումը կարող է հարուցվել բացառապես նախաքննության փուլում, ինչի մասին է վկայում քրեական դատավարության օրենսգրքից կողմից վկայակացված նորմերը, այնպես էլ ամբողջ օրենսգրքի տրամաբանությունը։ Կողմերի հավասարության եւ մրցակցության սկզբունքով սահմանված առանցքային նորամուծություններից մեկը մեղադրանքը փոխելու դատարանին տրված նոր հնարավորությունն է։ Այս կառուցակարգի հիմքում ընկած է մեղադրանքի նոր բնորոշումը, որն իր մեջ միավորել է դրա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բաղադրիչներ։ Սակայն ի տարբերություն հանրային մեղադրողի դատարանը մեղադրանքը կարող է փոխել միայն խիստ որոշակի դեպքում։ Բանն այն է, որ դատարանը սահմանափակված է մեղադրյալին վերագրվող արարքի միայն օբյեկտիվ բաղադրիչով, փաստական հանգամանքներով, քանի որ վարույթի ընթացքում մեղադրյալը պաշտպանվում է հենց իրեն ներկայացված փաստերից, որոնք էլ կանխորոշում են դատականության ապացուցման առարկան։ Ինչ վերաբերում է մեղադրանքի սուբյեկտիվ բաղադրիչին, արարքի իրավական գնահատականի կամ որակմանը, ապա այն իրավաբանի տվյալ դեպքում քննիչ եւ դատախազի մասնագիտական որակների վրա հիմնված անհատական դատողություն կամ եզրահանգում է, որն արդարադատություն իրականացնող պրոֆեսիոնալ դատավորի համար չի կարող աշխատող լինել։ Այս դեպքում գործում է դատարանը գիտի օրենքը հայտնի սկզբունքը, ըստ որի դատարանը եւ դատավորն ազատ են ընտրել, թե ինչ օրենք է անհրաժեշտ կիրառել քննվող վեճը լուծելու համար, անկախ այն հանգամանքից, թե համապատասխան օրենքի վրա կողմերը հղում են արել թե ոչ։ Դա է պատճառը, որ դատարանը մեղադրանքի իրավական գնահատական իրավասու է փոխել, ինչպես հօգուտ մեղադրյալի մեղմացման առումով, այնպես էլ ի վնաս նրա խստացման առումով։ Այդուհանդերձ դա մեղադրյալի պաշտպանության իրավունքի խախտման վտանգ չի ստեղծում, քանի որ դատարանը դուրս չի գալիս մեղադրանքի հիմքում դրված այն փաստերի շրջանակից, որոնցից մեղադրյալը պաշտպանվել է։ Դա անում է բոլոր ապացույցները հետազոտելուց հետո, այդ հարցը պատշաճ կրկնվում է կողմերի հետ։ Այսինքն օրենսգիրքը պաշտպանության կողմի եւ մասնավորապես մեղադրյալի համար ոչ միայն կանխատեսելի է դարձրել վարույթային նման զարգացումը, այլև նախատեսել է ընդհանրակարգային հատուկ հնարավորություն, որի շրջանակներում վերջինս կարող է մեղադրանքի իրավական գնահատականի հնարավոր փոփոխության վերաբերյալ հավուկ պատշաճի ներկայացնել իր դիրքորոշումը եւ այն հիմնավորող փաստարկները։ Այսպիսով պետք է արձանագրենք, որ առաջինը մեղադրյալներից այն անձանց, ովքեր ունեն անձեռնմխելիություն, հաղթահարելու անհրաժեշտությունը իսպառ բացակայում է, քանի որ սահմանադրական դատարանը իր որոշմամբ արձանագրել է, որ այն դեպքերում քրեական հետապնդումն արդեն իսկ հարուցված է եղել, ինչից հետո է անձը ձեռք բերել պատգամավորի կարգավիճակ կամ անձեռնմխելիություն, ապա եւ անձեռնմխելիություն, ապա բացակայում է տրամաբանական կապը նրան վերցնագրվող արարքի եւ կարգավիճակի միջեւ, ուստի անձեռնմխելիությունը հաղթահարելու որևէ իրավական անհրաժեշտությունը բացակայում է։ Անդրադառնալով դատարանի մյուս հարցադրմանը, թե
վարդանության ժամկետը լրացած լինելու հանգամանքներում, այսինքն քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայության պայմաններում նոր մեղադրանք ներկայացնելու հնարավորությունը, այո, պատվաստանատարան այդ հնարավորությունը առկա է հենց այն նույն հիմնավորումներով, որոնց ես անդրադարձա քրեական հետապնդում հարուցել եւ նոր մեղադրանք ներկայացնելու տեսանկյունից, օրենքը քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածը արգելում է քրեական հետապնդում հարուցել եւ պարտադրում է դադարեցնել քրեական հետապնդումը այն դեպքերում, երբ առկա են նույն հոդվածում նախատեսված բացառող հանգամանքներ։ Սույն պարագայում քրեական հետապնդում չի հարուցվել, փոխվել է մեղստագրված արարքի վերագրվող արարքի իրավական գնահատականը։ Ասեմ ավելին, հենց այս նորմությունն է առավել իրավաչափի իրավելի, որպեսզի մեղադրյալը հնարավորություն ունենա պաշտպանվել մեղադրանքից եւ գնահատել արդյոք համաձայն է, որպեսզի հենց այդ մեղադրանքով դադարեցվի կամ շարունակվի իր նկատմամբ հանրային քրեական հետապնդումը։ Հակառակ պարագայում անորոշություն կառաջանա, եթե առաջարկին տեսականորեն, որ գիտեք, ձեր արարքը համապատասխանում է քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածին, արդյոք համաձայն եք, որ այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվի։ Եվ այս պարագայում անհասկանալի կլինի մեղադրյալի համար, արդյոք ինչպես է լինելու այդ ձև այդ երկում, ինչ մեղադրանքից է ինքը պատրաստվել պաշտպանվելու, եթե արարքի քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ։ Ուստի ոչ միայն հնարավոր է հենց այս տարբերակն ընդունել, որպեսզի մեղադրյալը հասկանա, թե ինչ է իրեն ներսագրվում եւ եթե չարարքի վավերության ժամկետի կիրառման դեմ, ինչի դեմ է նա պաշտպանվելու, թե փաստական թե իրավական տեսանկյունից։ Բացի այդ, քրեական դատավարության օրենսգրքի 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի կարգավորումից ուղղակիորեն հետևում է, որ բազմաթիվ հարցեր քննարկման առարկա են դարձվում բացառապես նախնական կարող դարձվել բացառապես նախնական դատալսումների ընթացքում։ Ընդ որում այդ հարցերից է նաև Բարույթի ընդդատության հարցը երկրորդ կետը, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ բարույթի կարճելու հարցը։ Եթե պաշտպանական կողմի բարձրացած այն թեզը, առաջ քաշած այն թեզը, թե նախնական դատալսումների ընթացքում դատախազ իրավասու չէր փոխել հանրային փոխելու ներկայացված արարքի իրավական գնահատականը, ընդունելի համարենք, ապա կարելեցնենք մի իրավիճակի հետ, որ ինքնաբացակը բարույթի ընդդատության հարցը լուծելիս անորոշ է մնալու, թե որ հոդվածով է ներկայացված մեղադրանքը կամ ներկայացվելու մեղադրանքը։ Այսինքն պետք է կանխատեսումներ անի դատարանը, այ կանցնենք հիմնական դատալսումներ, կտեսնենք ինչ մեղադրանքով ինչ փոփոխի դատախազը կամ չի փոփոխի, այսինքն ընդդատության հարցի լուծումը անհնար կլինի։ Քրեական հետապնդումը դադարեցնել եւ բարույթը կարճելու հարցը, դա մի վերջո ինչ հոդվածով պետք է միջնորդի պաշտպանական կողմը դադարեցնել քրեական հետապնդումը կամ շարունակել քրեական հետապնդումը։ Մեղադրյալի նկատմամբ պահպանման միջոց կիրառելու հարցը։ Մենք գիտենք, որ ճիշտ է, արարքից պահպանման միջոցի կիրառման հիմքերի որպես ինքնին այդպիսին հիմք չէ, բայց բոլոր դեպքերում դա քննարկման առարկա է եւ օրենքներ է պարտադրում հաշվի առնել նաեւ պահպանման միջոցներից ներսավորվող արարքի բնույթը հանրային վտանգավորությունը։ Գույքային հայց հարուցված լինելու դեպքում գույքային պատասխանող ճանաչելու հարցը։ Եթե չլիներ մեղադրանքի փոփոխությունը հենց այս փուլում, հնարավոր չէ լինի նաեւ անդրադառնալ այդ հարցին։ Եվ բազմաթիվ են, ինչպես նաև վերաբերելի հարցերը։ Ուստի, քանի որ 276-րդ հոդվածը որևէ ժամանակային խզում եւ սահմանափակում չի նախատեսում հանրային մեղադրումի համար արարքի իրավական գնահատականի փոխելու տեսանկյունից եւ միակ սահմանափակումը դա դատանի կողմից վերդիկտ կայացնելու համար առանձին սենյակ է, վերդիկտ կայացնելն է, այսինքն որևէ ժամանակային եւ փուլային սահմանափակում այդ առումով առկա չէ։ Կարծում եմ, որ հարցերին անդրադարձ եմ պատկանում։